Շնորհակալություն։ Պարոն Վարդևանյան, գրեք։ Քաղաք Երևան, Պապ Թագավորի փողոց 4/2, 9-րդ հարկ։ Հայաստանում Կիպրոսի դեսպանատուն։ Մյուս հասցեն։ Քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց 13A հասցե։ Սա ձեզ ավելի հայտնի Ռուսաստանի դեսպանության շենքն է։ Երկրորդ քայլ։ Միջնորդության ներկայացում Սամվել Կարապետյանի գործը քննող դատարանին, բայց անպայման միջնորդության մեջ պետք է գրվի Սամվել Կարապետյանի դեսպանատուն այցելելու նպատակը։ M130 դիմումի ստորագրում։ Սա է անհրաժեշտ անել քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Երբ որ փաստաթղթերը հանձնեք, դիվանագիտական փոստով այն կառաքվի Կիպրոսի ներքին գործերի նախարարություն եւ process-ը կհամարենք սկսված։ Սա պետք էր անել ապրիլի 15-ից գոնե սկսած, երբ ձեր առաջնորդը հայտարարում էր, որ process-ը սկսված է։ Ոչ թե այսօր արդեն 4 ամիս անց գրեն, թե կաք ասեք, որ նա չի կարող գնալ հասնել որևէ այլտեղ, որովհետև խափանման միջոց է կիրառված։ Ես չգիտեմ, դուք գազ չեք տվել, թե նրա մոտ այդ ցանկությունը չի եղել, թե այլ հանգամանք կա։ Օրինակ կարող է լինել մի երրորդ հանգամանք, որը շատ ռեալ է։ Օրինակ, այստեղ դուք մեջբերում եք տարբեր լրատվականների, որոնց պետք է հավատալ նրանց հետաքննություններին, հավատում եմ, ֆրանսիական Le Monde եւ մեր տեղական հետլրատվականի օրինակ հոդվածներից ես կարդացի, որ Սամվել Կարապետյանը փողերի լվացման կարծեմ գործով է ներգրաված եւ նրա վիլան անգամ Ֆրանսիայում արգելանքի տակ է եւ սա կարող է լինել ռեալ, հա, պատճառ, որ նա չհրաժարվի քաղաքացիությունից։ Եթե սա է, որովհետեւ չեն անի, նույն ԵՄ երկրներ են Կիպրոսն ու Ֆրանսիան։ Այս դեպքում դուք կարող եք ասել, որ սա է պատճառը, ոչ թե նրա կիրառված ուրեմն տունը չլքելու արգելանքը։ Տիկին Գալստյանը իմ մասին խոսեց ադրբեջանցիների եւ իրենց մեջ հավասարության նշան դնելով։ Տիկին Գալստյան իմ ելույթն էլ էր դրա մասին, որ ցավալի է, որ հավասարության նշան է դրվում հայ պաշտոնյայի եւ ադրբեջանցու միջև։ Որոշակի գոնե տարբերություն պետք էր այստեղ լիներ։ Բարեգործության մասին է շատ խոսվում այս օրերին։ Գիտեք, հարգելի գործընկերներ, բարեգործությունը սա նվիրում է։ Այսինքն, այո, դուք ունեք այդ հնարավորությունը բարեգործություն անելու։ Բայց երբ որ ամեն ծախսած դրամի համար լռություն եւ լոյալություն է պահանջվում եւ քվե է պահանջվում, սա արդեն բարեգործություն չէ։ Սա քաղաքական վաշխառություն է։ Եվ քաղաքացուն վարկի տակ, պարտքի տակ թողելու փորձ է։ Այո, ժողովուրդը հաստատ չունի ձեր կարողությունները, բայց ասել պարոն Վարդևանյան, որ այդ տուրբին գեներատորներից թողոսին նա, ով Ղարաբաղի համար արել է Սամվել Կարապետյանի արածի 5%-ը, 5%-ը, սա բարեգործության 5%-ը, սա գիտեք ինչ է, սա ով փող ունի նա կարա խոսա, ով չէ, սա է։ Կամ մտածում եք, որ ժողովուրդը ավելի քիչ է արել, քան Սամվել Կարապետյանը, հա, պարոն Վարդևանյան, իրոք այդպես եք մտածում։ Ժողովուրդը իր ամենաթանկն է տվել, իր որդիների կյանքն է տվել Ղարաբաղի համար։ Այն դեպքում, երբ ձեր առաջնորդի որդիները եւ ընտանիքի տղամարդիկ չեն էլ ծառայել հայրենիքի համար։ Դրա համար չհամարձակվեք այդ ֆինանսով եւ ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին։ Խնդրում եմ դադարեցրեք դա։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։